Մովսես Խորենացին ոչ միայն հայոց պատմագրության մեծագույն դեմքն է, այլև մեծագույն տառապյալը։ Նա տեսավ հայոց պետականության անկումն ու կորուստը եւ իր հռչակավոր պատմության մեջ խոսեց պատճառների մասին։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դառն է։ Այսօր պիտի անդրադառնանք մեր պատմության ամենից մեծ առեղծվածին, որը հետաքրքրել է, հուզել է բոլորին, բոլոր դարերի ընթացքում։ Եվ այսպես, Խորենացու հռչակավոր պատմությունը, որտեղ բազմաթիվ խորիմաստ գաղտնագրություններ կան եւ հատվածներ, որոնք վերծանման, վերլուծության, քննարկման կարիք ունեն, դրանց մեջ ամենից կարևորներից մեկը նրա հռչակավոր ողբն է։ Ողբը, որը ներկայացնում է Հայաստանը գեղարվեստական այնպիսի բոցաշունչ ընկալումներով, որ իսկապես հայոց պատմությունը դարձնում է եզակի երևույթ մեր ողջ գրականության պատմության մեջ։ Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ։ Այսպես է սկսում ողբը, որտեղ Խորենացին հայ ազգը դասում է բոլոր հյուսիսային ազգերի մեջ եւ միևնույն ժամանակ անվանում նրան վեհագույնը։ Ողբում եմ քեզ հայոց աշխարհ, ողբում եմ քեզ բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանատ, խորհրդականդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։ Պատմահայրը անդրադառնում է ողբի մեջ նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Խղճում եմ քեզ, հայաստանյաց եկեղեցիդ, բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաչ հովվից եւ հովակցից զրկված, այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղերում եւ հանգիստ ջրերի մոտ սնվելիս, ոչ էլ փարախի մեջ ժողովված, գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում եւ կահավեշ տեղերում։ Ինչ վիճակում էր Հայաստանը այդ դարաշրջանում, որ մեր մշակույթի մեծագույն վերելքն է ներկայացնում եւ մեր պետականության ցավոք անկումը։ Ահա Խորենացու պատկերը ինչպես է ներկայացնում դա։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք հեթանոսների կողմից, կռիվներ հերձվածողների կողմից եւ չկա այն խորհրդականը, որ խրատե եւ պատերազմի պատրաստեր։ Ավաղ այս զրկանքներին, ավաղ այս թշվառության, ինչպես դիմանամ այս ցավերին, գրում է պատմահայրը, ինչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս եւ հայրերիս իմ պարտքը հատուցանեմ այս խոսքով։ Ով մեզ կընկերանա, ցավակցելով մեր ողբին, զարթիր Երեմիա, զարթիր եւ ողբա ինչ թշվառություններ որ կրեցինք եւ դեռ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է Երևան գան, ինչպես գուշակեց Զաքարյան իսրայելցիների համար։ Ապա Խորենացին անդրադառնում է հերթով այն բոլոր դասերին, դասակարգերին, որ Հայաստանը ներկայացրել են հայոց պետականության անկման այդ ողբերգական դարաշրջանում։ Եվ այսպես ուսուցիչները եղել են տխմար ու ինքնահավան, իրենցից պատիվ գտած, բայց ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ Սուրբ Հոգով, ոսկեսեր նախանձոտ թողածհեզությունը, որի մեջ Աստված է բնակում եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։ Կրոնավորները կեղծավոր, ցուցամոր, սնափառ, պատվասեր, քան Աստվածասեր։ Վիճակավորները, իդեպ վիճակավոր նշանակում է ունևոր, հայտնի մարդ, դիրք ունեցող մարդ։ Վիճակավորները հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ գիտություններ ու վարդապետական գրվածքներ նատող, առետուր եւ կատակերգություններ սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած աստվածաբան են։ Ժողովրդականներ անբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող։ Զինվորականները ովքեր են եղել։ Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորտ, կողոպտիչ, կինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից, այսինքն այս բնույթով ավազակներին նման, նրանց գործընկեր։ Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակել, կծի ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։ Դատավորները տմարդի, սուտ, խափող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակորդ եւ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։ Եվ ինչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել։ Ինչու այս հարցին պատմահայրը նույնպես պատասխան ունի, որտեղ ինքը դարաշրջանի մեծագույն տառապյալն է, նա ամեն բան գիտի, սրտով տառապել է, հոգով զգացել է եւ գրչով թողել է մեզ պատգամ։ Սա խորենացու պատգամն է։ Ինչու է Աստված մեզ անտես արել։ Որովհետև մեզ սիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար, ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները ջերվում են, աքսորվում, ազնվականները անթիվ նեղություններ են կրում, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սով եւ հիվանդություններ եւ բազմատեսակ համաճարակներ։ Աստված պաշտությունը մոռացված է։ Ահա սիրելի բարեկամներ, այն, ինչ խոսում է Մովսես Խորենացին, մեր պատմության ամենից ծանր մի շրջանի մասին։ Խորենացուց հետո անցան դարեր եւ շատ մարդիկ, շատ խոսքեր են ասել մեր պատմության առեսվածի մասին։ Այսօր այդ ամբողջ հարահոսից պիտի վերհիշենք Գեղիշե Չարենցին եւ այսպես Գեղիշե Չարենց պատմության քառուղիներով 1933 թվական։ Դարերը հաջորդել են միմյանց, հսկայական ժամանակներ են անցել, հազարամյակներ, սակայն ոչինչ մեր պատմության մեջ չի փոխվել։ Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար, անղեկ, ցաքուցրիվ անգաղափար, հին դարերից մինչ այս հանճարեղներ կան, որ հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ։ Պատմության քառուղիներով առաջնորդել են նախ մեզ նախնիներ անստույկ ու ոչնչատեսիլ, նշել են մեզ համար ուղի աղետաբեր, ասում է Գեղիշե Չարենցը։ Ապա անդրադառնում է մեր արքաներին, ովքեր եղել են անժողովուրդ եւ գահազուրկ, որոնց փառքը մեր հին մատյաններում երգած եղել է եղկություն ու քծնություն քսում։ Օ դուք, մեր վաղեմի առաջնորդներ, իշխաններ անփարունակ, սին աղձերի ճորտեր, արքաներ անժողովուրդ եւ գահազուրկ։ Դուք որ դարեր երկար հազարամյակներ ուրուների նման անկերպարանք, ապրել եք ու կանգնել օթե ապարանքներ, օտար խարույկներից հայցել ոգու կրակ։ Սա շատ կարևոր դրվագ է ու շատ կարևոր պատկեր, որ մենք պիտի ընկալենք
ապրել եք ու կանգնել օթե ապարանքներ, օտար խարույկներից հայցել ոգու կրակ։ Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար, ֆյոդալներ շվայտ ու իշխաններ չնչին, հազար երանգներով իրենց դեմքը ներկած և մեր անմահության ակունքները այն ջինջ պղտորել են ոխով ու ոչնչությամբ, չնչին տենչանքների անխոհությամբ ոսին, փաթաթելով վզին մեր միջորդային շղթա և դրել են դեմքին մեր կնիքը գերության, սնել թշվար կաթով ապաշնոր կյանքի։ Իսկ նոքա, որ եկել են իշխաններից հետո վերջին ասպետները մեր խեղճության խորին սնված նախնիների անհողության կաթով, փոքրիկ, ողորմելի ու խեղճ, իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած և ոչ մի մեղ, ոչ մի կտոր երկաթ կամ անագեր շաղախ կամ մարմարյա միսյուն կամ թեկուս ճիր, որ փորձության պահին անձրևներից մխար և իր ծուխը խառներ ըմբոստության երջին։ Գրում է Եղիշե Չարենցը։ Չարենցին ժամանակին չհասկացան, գիտեք, որ Գիրք ճանապարհի գրքից հետո Չարենցը դարձավ օրենքից դուրս և մինչ այսօր է սակայն դժվար կարող եմ ասել, թե մենք Չարենցին հասկանում ենք։ Չարենց, որ խոսում է մեր անղեկ ղեկավարների, անղեկ առաջնորդների մասին։ Եվ նոքա մեր անղեկ առաջնորդները, այդ իշխանները եղք, այդ տերերը վերջին, հանդես են գալիս անկերպարանք, անդեմ երեկվա մեր տերերը չնչին, ով աշխարհու ճորտեր, հացկատակներ մթին, սերմանողեր քամու, մուրացկանության, մեզ ժառանգած գանձի, ով վատնիշներ հետին, որ ափերում հերուզես ապաստան գտած, կերտեցիք դղյակներ ու ապարանքներ, մեր անունից մրրիկ սերմանեցիք, և այսօրվա ձեր խեղճ ոչնչության նանգետ վերջին խարիսխը մեր վաճառքի հանեցիք։ Իսկ ժողովուրդը այնքան արդար է Չարենցը, թեպետ միշտ այս պոեմը վերլուծելիս գրականագետներ հաճախ նշել են, որ դժվար է համաձայնել Չարենցի դիտարկումների հետ, բայց տեսեք ինչ է ասում Չարենցը մեր ժողովրդի մասին։ Իսկ ժողովուրդը, որ եղել է հանճարեղ, եղել է որմնադիր, եղել է կառուցող, քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել, կամուրջներ է գցել կոր գծով, որ դարերի միջով մինչ այգն այս հասած կրել է մեջքի վրա իր, օ եղկերի տերեր, զազիր ու բազմազան, ձեր բռնությունը բիրտ, պատմության քարուղիներում ոլորապտույտ, պայքարել է ոգով, պայքարել է ժողովուրդը միշտ և չի կորել դաժան տարիներում այն մութ խորգերության քարե կամարների ներքո բռնության տակ հայրենի և օտար։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ բռնության տակ հայրենի և օտար։ Ժողովուրդը այսպես ջլատվել է անեզր, հավաքական հանճարը զարկիչների հանդեպ և դարձել է ահա ժողովուրդը ևս իր տերերի նման անուղի ու անդեմ։ Օ նախնիներ մեր խեղճ, առաջնորդներ մեր հին, մեր պատմության անդեմք ու անհանճարեղ, ու կանգնած եք ահա ապագայի հանդեպ զարմանալի թեթև, զարմանալի անդեմ, մերկության պես տկլոր ու անանցյալ։ Այդ մենք ենք երևի, այն ուխտը հասակող, որ Հիսուսի առաջին հակառակ պիտի մտնենք անգամ ասեղի նուրբ ծակով ապագայի դրախտը անարատ։ Սերի բարեկամներ, մեր մտավորականության, մեր պատմության, հայ մշակույթի ամենամեծ արժանիք այն եմ ասում, որ ասես երկխոսության մեջ են եղել միմյանց հետ։ Դուք տեսաք Չարենցը ինչպես էր խոսում Խորենացու հետ և մեր ժամանակակիցները ինչպես են խոսելու Չարենցի հետ։ Ձեզ եմ ներկայացնելու մի սքանչելի արվեստի գործ Աշուխ Օհանջան, խոսեցեք Արտաշատ դվին, սակայն նախքան այս երգը Թովմաս Պողոսյանի կատարմամբ լսելը, պիտի փորձենք մտնել տողերի մեջ,
հասկանալու ցավը մեծ աշուղի։ Եվ այսպես, ինչ է ասում Աշուղ Օհանջյանը, ասես շարունակելով խորենացուն, շարունակելով Չարենցին։ Հանկարծ դիմում է անցյալի հիշատակներին, խոսեցեք Արտաշատ դվին, արքայազունները տուրեն, անմատչելի քաղաքներիդ արթուն դռնապաններն ուրեն, ուր են ձեր շքեղ պալատներ, վեհ քաղաքներ, հիմնադիրներ, Վարդան Մամիկոնյանն ուր է, Մարսպետունի վեհ սեպուհը, Աշոտ Երկաթ Աբասն ուր է, Դավիթ բեկ Թորոս իշխանը, Պապ թագավոր, Արտաճ իշխան, մեր վեհ քաջերը, նրանց գերեզմաններն ուր են։ Հերոս Անդրանիկ Զորավար, կյանքը զոհեց ազգի համար, գերեզմանն էլ օտար աշխարհ։ Լսեք Երգիչ Օհանջյանին, որ ման գալով արյուն է լալիս, նախնիներին եմ փնտրում, ձեզանից լուրեր եմ խնդրում, ինչու պատասխան չեք տալիս, հայկական պարծանքը ուր է։ Լսենք այս կանչելի արվեստի կոթողը, այս կանչելի երգը, խոսեցեք Արտաշատ դվին արքայազուններդ ուր են։ Խոսեցեք Արտաշատ դվին, արքայազունները տուրեն, անմատչելի քաղաքներիդ արթուն դռնապաներն ուրեն, ուր են ձեր շքեղ պալատներ, վեհ քաղաքներ, հիմնադիրներ, ասեք ձեր ծոցումն է հանգչել, Վարդան Մամիկոնյանն ուր է։ Վրամ Աշոտ Բերտակալը, Քաչ Բաբկեն Սահակի իշխանը, Մարսպետունի վեհ սեպուհը, Աշոտ Երկաթ Աբասն ուր է, Դավիթ բեկ Թորոս իշխանը, Վասակ Սպարապետ Զոհրակը, Պապ թագավոր Արտաճ իշխան, Ատոմից վեհ քաջերն ուր է։ Արյուծ Սմբատ Բագրատունին, Սուրը կտուր քաչմուշեղին, Սամվել Հուսիկ գնել գոհար, Մխիթար Սպարապետն ուր է։ Նախնիներիս եմ փնտրում, ձեզանից լուրեր եմ խնդրում, Արսեն Գարեգինն եմ ուզում, նրանց գերեզմաներն ուր է։ Հերոս Անդրանիկ Զորավար, կյանքը զոհեց ազգի համար, գերեզմանն էլ օտար աշխարհ, հայկական պարծանքը ուր է։
ասեք երկիչ օհանջանիս մանգալով արյունեմ լալիս ինչու պատասխան չեք տալիս վահրամ գորիշխանիկ նուրեր ինչու պատասխան չեք տալիս վահրամ գորիշխանիկ նուրեր Սիրելի բարեկամներ, քիչ անց մենք կդիտենք ազնիվ արվեստի մեկ օրինակ, մեկ նմուշ, Սուրբ Խաչ հոլովակը Անահիտ Սարգսյանի կատարմամբ, խոսք Սերգեյ Հարությունյանի, երաժշտություն Գրիգոր Առաքելյան, օպերատոր Սուրեն Թադևոսյան, ռեժիսոր Հրանտ Մովսիսյան։ Այս ամենը թվարկեցի, որպեսզի եւս մեկ անգամ անդրադառնանք այն հարցին, որ արվեստի լավ ստեղծագործությունները միանգամից չեն ծնվում եւ արվեստի յուրաքանչյուր լավ ստեղծագործություն մի քանի ազնիվ արվեստագետների աշխատանքի պտուղ է։ Եվ սակայն դիտումից առաջ ես մի փոքրիկ բացատրություն պիտի ձեզ տամ ավելի շիտ հարցում Սիրելի բարեկամներ, բացել եք արդյոք ձեր աչքերը այս աշխարհի վրա։ Երկյուղած սիրով սիրել եք արդյոք հնությունները հայ աշխարհի։ Շոշափել եք պատերը մեր հինավուրց մատուռների ու եկեղեցիների։ Ցավ ապրել եք, երբ մոռացության քամին ձեր իսկ աչքի առաջ քշում տանում է ձեր նախնիների հինավուրց մատուռների հիշատակները։ Փնտրել եք մուրճի հետքերը հին ու հանճարեղ մեր վարպետների, ովքեր կերտեցին մեր զվարթնոցը, աղթամարը, ովքեր կերտեցին Առաքելոց վանքը, անի Սուրբ տաճարը։ Տեսել եք, թե ինչպես է կրակ ցայտում քնարի լարերից, որ հայրենի մեղեդիներ էր հնչեցնում։ Գիտեք արդյոք որ ճիշտ այդպես կրակներ են ցայտել Նարեկացու եւ Խաչատուր Աբովյանի, Թումանյանի եւ Սիամանթոյի, Ռուբեն Սևակի ու Վարուժանի, Պարուշ Սևակի ու Հովանես Շիրազի, Խաչիկ Դաշտենցի, Մուշե Գալշոյանի եւ մեր այսօրվա մեր ժամանակակից գրողների այրվող տողերի միջից։ Երեք մի լրատվական թողարկում աչքովս ընկավ, ուր անհայտ մի լրագրող գովաբանում էր մեր օրի գրչակներից մեկին, որի ամենամեծ ծառայությունը հայ գրականության մեջ այն էր համարում, որ նա հրաժարվել է պաթոսից եւ գրում է ստեղծագործություններ, որոնք զերծ են պաթոսից, այսինքն պաթոս այնտեղ գոյություն չունի, գրում է այնպես, ասես լուրերի հերթական թողարկումը լինի։ Ես հարց ունեմ, գիրք չեք կարդում, դասագիրք չեք կարդացել։ Եթե կարդացած լինեիք, կիմանայիք, որ պաթոսը գեղարվեստական ստեղծագործության հիմնական գաղափարն է, գրողի ոգևորությունն ու սահման չճանաչող երևակայությունն է, ստեղծագործողի փայփայած նվիրական երազանքն է, որով ցանկանում է հեղինակը համակել նաև ընթերցողին։ Հետևաբար պաթոսի բացակայությունը նշանակում է հույզի, զգացմունքի, նաև գրական երկի թեմայի ու գաղափարի բացակայություն։ Ահա թե ինչպես են ծնվում այսօր բովանդակազուրկ գրվածքներ։ Ուրեմն դիտեք, ճանաչեք հայ հոգին արվեստի մեջ, սովորական ջիր ունեցող գրողը չէ, որ գրող կարող է կոչվել։ Հիշեք Սայաթնովան, ամեն մարդ չի կանա կարդա, իմ գիրն ուրիշ գրեն է։ Տաղանդավոր արվեստագետները, տաղանդավոր գրողները այն մարդիկ են, ում գիրը ուրիշ գրեն է։ Այսօր մեզ արվեստի կրակն է անհրաժեշտ, արվեստի այրող հուրը եւ արվեստագետներ, որ այրվում են իրենց անձը ուրացած ժամանակի մեջ ասպարես կգան անշուշտ կոմիտասի ժառանգներ,
կգնան դեպի ժողովուրդը, ժողովրդից կսովորեն, ժողովրդից առած գանձերը հետ կվերադարձնեն նույն այդ ժողովրդին, առավել մաքրված, առավել զտված եւ սուրբ, ինչպես մեր ժողովրդի սիրտն է։ Եվ այդ ժամանակները կտեսնեք ու կզգաք։ Կտեսնեք ու կզգաք, թե ինչպես է լույս ճառագում մեր ձեռքերից։ Եվ այդ ժամանակ ձեզ կմոտենան ձեր ընկերներն ու ձեր ձեռքերը կառնեն իրենց ափերի մեջ ի նշան սիրո ու գնահատանքի։ Եվ այդ ժամ արցունք կհոսի ձեր աչքերից, եւ դուք չեք ամաչի ձեր արցունքներից, որովհետեւ ձեր թիկունքում ինքն է մեծ Մասիսը։ Տարածեք ձեր ձեռքերը, դեր կանգնեք ձեր մշակույթին, ձեր պապենական ժառանգության։